Իհարկե տեսնում ենք որոշ հայտարարություններ, որոնք հնչում են մեր ռուսաստանյան գործընկերների կողմից։ Ես այս օրերի ընթացքում նաև ձեզ չնայած ծնգլ անելու հանգամանքին համբերատար մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին։ Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակող հարթակներում մեր համագործակցության, ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր, Եվ մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ ահա մենք հույս ունենք եւ տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրները առողջ կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել եւ գտնել լուծումներ։ Գիտեք, կա հակվածություն, ես տեսնում եմ վերագրել այս խնդիրները ինչ որ Հայաստան-Ռուսաստան լարվածության, ինչ որ Հայաստանի կամ այդպես էլ են ասում, չգիտեմ, եվրոպական, պրոեվրոպական կամ պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում, այս շտապ վախենամ հիասթափացնեմ այդպես մտածողներին, այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարա գտնի որևէ ալկոհոլային խմիչքի կամ որևէ բանջարեղենի կամ մրգի Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 25 տարի առաջ։ Այս հարցը ինչքան փորփրեք մեր մամուլը, ժամանակ առ ժամանակ մշտապես եղել է։ Այսօր էլ հենց որ սեզոնը բացվում է, այս չգիտեմ, որևէ պտղի, բանջարեղենի, մրգի հետ կապված ինչ-որ խնդիր ալում։ Եվ շատ կարևոր է նաև ասել, օրինակ ասում եք ալկոհոլ, այդպես չի, կա այդպես չի որ գինիների մուտքը փակված է, գինիների մի կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ընկերության ամբողջ արտադրանքի, մի ինչ-որ տեսակի արտադրատեսակի հետ կապված խնդիր, ինչի ենք բացառում, որ այդ խնդիրները կարող նաև օբյեկտիվորեն լինեն։ Ի վերջո, երբեմն նաև տեսնում ենք ոչ բարեխիղճ աշխատանք նաև արտադրողների կողմից այս կամ այն ոլորտում։ Ես չեմ ուզում ասեմ, որ անպայմանորեն է դա, չեմ ուզում ասեմ, որ չգիտեմ, բայց ակնհայտորեն նես չի, որ նախկինում այդպիսի բան չի եղել եւ ահա հիմա մեր ընտրությունների ընտրապայքարի կամ որևէ ինչ-որ նարատիվի ֆոնին այսպիսի բակայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները։ Կրկին ամփոփելով կան խնդիրներ, այդ խնդիրները մշտապես ծագել են, ծագում են, մենք հակված ենք կառուցողական առողջ գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ։ Իհարկե մենք բազմիցս նաև այդ շերտը չեմ ուզում անարձագանք թողնել, մենք բազմիցս նաև հրապարակային ենք ասել, որ կարծում ենք, որ մենք պետք է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, բազմազանեցում ունենանք նաև, չի կարելի, ընդհանրապես գիտեք, նույնիսկ տեսական դասագրքային մակարդակում վերանալով կամ վերացարկվելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից կամ մեր օրերից որևէ երկրի համար մշտապես շատ օգտակար է եւ միանշանակ օգտակար է ունենալ բազմազան եւ մատակարարման եւ սպառման աղբյուրներ։ Սա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է եւ ես կարծում եմ, որ եւ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, բայց եւ նաեւ բիզնեսները, որովհետեւ ի վերջո կառավարությունները կարող են համաձայնագրեր կնքել, պայմանավորվածություններ ձեռք բերել եւ միջավայր ստեղծել, բայց այդ բուն առևտուրը ի վերջո նաեւ բիզնեսները, ընկերությունները իրենք պետք է անեն։ Այնպես որ մենք այդ ուղղությամբ գնալու ենք նաեւ, այո, դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է եւ մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար։